Ով որ չի ուրանում իր անձը, չի վերցնում իմ խաչը եւ չի գալիս իմ ետևից, ինձ չի կարող արժանի լինել։ Ինչ է նշանակում ուրանալ անձը։ Մեր մեջ նստած է մեր կամքը, մեր եսը, մեր անձը, որը շատ անգամ մեր ցանկություններին համապատասխան է գործում։ Ոչ թե աստվածայինն է խորհում, ոչ թե հոգևորն է խորհում, այլ նյութականը, մարմնավորը, այս աշխարհայինն է խորհում։ Եվ շատ անգամ մենք ինքնես մեր ճանապարհով ընթանալով մեզ թշնամություն ենք անում։ Ահա այս պատճառով է ասում մեր Տերը. ով որ չուրանա իր անձը, իր աշխարհային, մարմնավոր, նյութական, մեղավոր կամքը, չի կարող միակ կամքը, աստվածային կամքը գտնել, հոգևորը գտնել, երկնայինը տեսնել։ Եթե մարմնավոր, երկրավորը եւ այս աշխարհային ես ապրում, ապա հոգևորն ու երկնայինը քեզ չի երևում։ Եվ եթե չուրանաս, չմեռնես այս աշխարհի համար եւ աշխարհն էլ քեզ համար չմեռնի, չես կարող Աստծո համար ծնվել։ Ինչպես Հովհաննես Ավետարանիչն է ասում, թե աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծո հանդեպ։ Աշխարհի հանդեպ սեր նշանակում է մեղքի, գայթակղությունների, ցանկությունների հանդեպ սերը թշնամություն է Աստծո հանդեպ։ Եթե պետք է նաև մեր անձը ուրանանք, ոչ թե հավատքը։ Չէ, հավատքին մենք պետք է պաշտպան կանգնենք, բայց մեր անձը, մեր եսը, մեր կարծիքը, մեր մեղավոր ցանկությունը հանուն Քրիստոսի, եթե պետք լինի, պետք է ուրանանք, վերցնենք մեր խաչը եւ գնանք Տիրոջ ետևից։ Ամեն